Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 հանրային ռադիոյում ուղիղ եթերի ժամ է, բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, սուրճը ձեզնից, սերը մեզնից, սուրճ ու սեր առավոտից ծրագիրն արդեն սկսված է։ Այսօր եթերում ձեզ համար կաշխատենք մենք Տիգրան Հարությունյանը Եվ Լուսինե Մուրադյանը։ Դե ինչ ասում ենք բարի լույս եւ նոր օրն է սկսվել, նոր շաբաթն է սկսվել, նոր հույսեր, նոր ակնկալիքներ, նոր կյանք, այնպես որ եւ նոր եթերաժամ։ Այո, 2025 թվականի 19-րդ աշխատանքային շաբաթն ենք սկսում։ Հաշվում է Տիգրանն ամեն օր։ Մայիսի 5-ն է, տարվա 125-րդ օրն է։ Ունենք նաեւ ֆետարքիր նաեւ տոներ, հա, օրացույցից քիչ անց կանդրադառնանք, բայց ամենակարևորը, որ այսօր ուզում ենք սկսել մեր այսպես նաև թեման, օրը երկուշաբթի է։ Այ շատ-շատերս ասում ենք, որ այսինչ բանը կանեմ, դե լավ, երկուշաբթից կսկսեմ։ Շատերն էլ ասում են երկուշաբթին ամենածանր օրն է, որովհետև սկիզբն է, կրկին սկիզբն է, էլի ամեն ինչի։ Կարելի ասել մարդիկ նոր կյանք են սկսում երկուշաբթից, չէ՞, կանաչ։ Չէ, նախատեսում են սկսել, այդպես էլ չեն սկսում։ Բայց երկուշաբթից։ Բայց երկուշաբթից, որովհետև աշխատանքային շաբաթվա սկիզբը եւ այսօր երկուշաբթի է, եկեք այսօրվանից ինչ որոշել եք, որ պիտի փոխեք ձեր կյանքում, փոխեք, նոր շունչ տվեք, նոր կյանք տվեք ձեր գաղափարներին։ Եվ հասկանաք նաեւ օրեր առաջ ինչ էիք որոշել, որ փոխեք հենց այս երկուշաբթից։ Գրեք մեզ հանրային ռադիոյի Facebook-յան էջի լայվի տակ, թե ինչ եք պլանավորում այսօրվանից արդեն փոխել եւ ինչու ոչ կարող եք զանգարել 553702 ուղիղ հեռախոսահամարով, պատմել ձեր պլանների մասին։ Կյանքը երկուշաբթից դիտեք, լսեք մեզ, սա հանրայինի առաջին ալիքն է, մենք սկսում ենք։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճն էլ հայտնվեց մեր կադրում, ինչպես տեսնում եք, այսօր մի փոքր ուշացրել էինք մեր գավաթները սուրճով լի եւ ինչ գավաթ, սա ես կասեի դույլ է։ Լագյան, ես կասեի։ Դրա համար շնորհակալություն հայտնենք Լուսինեին։ Այո, եւ սիրելի ռադիոլսողներ, շարունակվում է ծրագիրը, ոնց Կյանքը երկուշաբթից, ինչ եք պլանավորել օրեր առաջ։ Այո, մենք ունենք զանգ։ Ողջունենք ունկնդրին բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ձեզ միացել է Գայանեն։ Մեզ շատ սիրելի մշտական ունկնդիր Տիկին Գայանեն է միացել։ Ինչ եք պլանավորել, որ պետք է սկսեք հենց այս երկուշաբթի, պետք է իրագործեիք։ Ես մինչև թեմային անցնել, ասեմ, որ մայիսի 1-ից մինչև 31-ը տոների ամիս է։ Շնորհավորում եմ բոլորին եւ նրանց, ովքեր ծնվել են մայիս ամսին, կարծեմ Տիգրանն էլ է մայիսին ծնվել։ Այո, այլ ինչ օր, դեռ կհասնենք այդ օրվան։ Այլ է մայիսի 7-ին։ Հիմա ասեմ թեմայի հետ կապված։ Իմ տարիքը այնպիսին է, որ ավելի շատ հետ եմ դառնում, թե ինչ է փոխել այս կամ այն հանգամանք իմ կյանքում, բայց ապագայի առումով այդ տարիքն է, որ պլաններ կարծես չունեմ, էլի, ավելի շատ հիշում եմ ով կամ ինչը ինչպես է։ Մի րոպե, Տիկին Գայանեն, օրինակ, ուզում եք պատրաստել ապուր կամ կոմպոտ, չեք ասում լավ, այսօր չեմ անի, երկուշաբթի կանեմ։ Տարիքը ինչ կապ ունի։ Եկեք տարիքի վրա մի գցեք։ Առօրյա բաների հետ կապված։ Ամեն ինչ, օրինակ, մարդը ուզում է գնալ մարզասրահ, ասում է դե լավ, կսկսեմ, այ երկուշաբթից կամ կթողնեմ ծխելը երկուշաբթից։ Կամ երկուշաբթից գիշերները հաց չեմ ուտի։ Այո, լավ, ուրեմն նախորդին ուղեղում առավոտյան նախ շուտ եմ արթնանում, տարիքի կապված, ուղեղում գծագրում եմ, գրաֆիկ եմ անում, որ ժամին որտեղ ինչ։ Բայց եթե օրվա ընթացքում ինչ-որ բան չի, ասենք, ուզում եմ փոխում եմ, չի համապատասխանում տվյալ տրամադրությանը, տվյալ առօրյա հոգսերին, տվյալ, ասենք, հյուր է գալիս, փոխում է ինչ-որ բան, փոխում եմ, իհարկե փոխում եմ, կարելի է փոխել, կյանքը փոփոխական է։ Չի կարելի անդադ քարացած sense կարծրատիպերով այս ասել եմ, ուրեմն պիտի անեմ, չի լինի այդպես։ Չէ, բայց մարդկա այդ օրը չի ուզում, ալարում է, հացը ծույլ է, ասում է երկուշաբթից կսկսեմ, ոչինչ։ Գցում է երկուշաբթի օրվա վրա։ Այո։ Մարդը չի սկսում։ Այո։ Բա։ Ու այդպես շարունակ։ Մեկ էլ մի բան ասեմ, Տիգրան ջան, քան տարեկան ես կներես։ Դա կոմերցիոն գաղտնիք է, ոչ եթերային։ Նա միշտ հավերժ երիտասարդ է։ Ես ասեմ, Հանրային ռադիոյին կոմպլիմենտ եմ անում։ Հանրային ռադիոն ինձանից 34 տարի մեծ է, տարիներով։ Իսկ 2 տարի ես իրանից օրերով մեծ եմ։ Ես այսօր իմ ծննդյան օրն է։ Վաու։ Մենք ձեզ հիմա ծափարություններ կհնչեցնենք։ Եկեք միասին նշենք, համեցեք։ Սա ձեր ծափարություններ, շնորհավորանքներ մեր մշտական ունկնդրին։ Շնորհավորում ենք, մաղթում ենք ձեզ առողջություն։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ մինչ մենք մնացած շնորհակալ ենք ձեզ, մնացած տեղեկությունը կփոխանցենք արդեն, շնորհավորանքի հետ կապված որևէ երգել առանձնացնենք։ Իդեպ հրաշալի եղանակ է, կարծես շատերս ուրախացել ենք, մտածում ենք վերջ ավարտվեցին այդ անձրևային վիճակները, բայց արի տես, որ այդքան էլ այդպես չէ, գիտես, այսօր օդերևութաբանները կանխատեսում են, որ օրվա ընթացքում հնարավոր է անձրև տեղա, բա այդպես էլ է լինում։ Ամեն ինչ հնարավոր է, իդեպ ամբողջ մայիս ամիսն են խոստացել, որ պետք է լինի անձրևային, դե լավ չի, էլի, բացարձակ լավ չի, և իհարկե սիրելի ռադիոլսողներ, մենք հիմա կփորձենք, Տիգրանը փորձում է փնտրել և գտնել, ով փնտրում է, նա գտնում է, հա ինչ է ուզում ասել թեմայի հետ կապված, թեմայի հետ կապված նաև ուզում եմ ասել մի կարևոր բան, շատերը գցում են երկուշաբթի օրվա վրա, որովհետև չեն ցանկանում որևէ փոփոխություն կատարել իրենց կյանքում, հարմարավետության գոտուց դուրս գալ։ Ի վերջո հաճախ պետք է դուրս գալ հարմարավետության գոտուց, որպեսզի կարողանալ հասնել արդյունքի։ Մի քիչ նեղություն պետք է տալ ընդամենը, դուրս գալ այդ կոմֆորտ զոնայից եւ իհարկե հասնել արդյունքի եւ իրագործել պլանավորածը։ Դա իսկ այս բան այն փնտրում էի ես գտար, դու գտար, գտար եւ այսպես մեր սիրելի ռադիոլսող Տիկին Գայանեին նվիրում եւ նրանց ում ծննդյան տարեդարձն է այսօր։ Մեր սրտերում անթիվ տարիներ քեզ
անցնվեր Պանես մի կյանք է Օրը երազանք է Որ ուզում ես դու չավարտվի երբեք Դեր ժպտա հիմա ու ժպտա հավեր Կոտոնը շնորհավոր Ապրես կյանքում երկար լինես դու բախտավոր Ուրախ սրտով բարի կգանք ամեն տարի ու մեզ հետ սերը լուսավոր Կոտոնը շնորհավոր Ապրես կյանքում երկար լինես դու բախտավոր Ուրախ սրտով բարի կգանք ամեն տարի ու մեզ հետ սերը լուսավոր Սուրճ ու սեր առավոտից 9:43 մայիսի 5-ն է, օրը երկուշաբթի եւ այսպես թեման է օրվա կյանքը երկուշաբթից ինչ ենք միշտ յետ գցում եւ նախատեսում սկսել հենց երկուշաբթից Բայց այդպես էլ չենք սկսում իրականում իդեպ սիրելի ռադիոլսողներ շատ լավ է որ դուք ակտիվ եք եւ զանգահարում եք մենք ասում ենք բարի լույս հետո կշարունակենք բարի լույս Ռադիոից հեռացեք խնդրում եմ Շատ հաճելի է եւ մշտական ունկնդիրներից եմ Արմանը Շատ ուրախ ենք Արման Լավ օրենք մաղթում Նույնը ձեզ Ինչ եք նախատեսել սկսել երկուշաբթից կամ հենց այս երկուշաբթի եք պլանավորել Իրականում քանի որ վերջերս շաբաթօրյակերուց չհասցրեցի շաբաթօրյակի մասնակցել ես պլանավորել եմ այսօր իրականացնել շաբաթօրյակը աշխատանքից վայրում Ուզում եք ծարտ ընկել Չէ, մաքրեք երևի, հա Մաքրեք կամ գուցե Այո, շաբաթօրյակ պիտի անեմ Երկուշաբթօրյակ Ես փոքրիկ այգի ունեմ, դա եմ մշակում, դա պիտի կարգավորեմ Հրաշքման ստացվեց Արման, որտեղից եք մեզ միացել Մենք ձեզ միացել ենք Աբովյան քաղաքից Աբովյանից Հիմա դուք աշխատավայրում եք, թե արդեն հողամասում Հիմա տանն եմ Տանը Ահա, տեսնում եք ինչքան լավ է Այո, իսկ բան ու գործ չունեք, որ տանն եք Գործ, բան, աշխատանք, ինչ եք անում Արման Արման, ինչով եք զբաղվում Ինչ Ինչով եք զբաղվում Ես լեռնագնացել եմ արշավներով եմ զբաղվում Ինչ հաճելի լավ զբաղմունք ունեք Ուր եք պլանավորում առաջիկայում գնալ մագլցել Սկացիք մենք ինչ Միանշանակ իրացատեցինք անքեն ունեմ իմ պլանը Ուր եք Այս գնալ 18-ին դիմացել եմ պիտի բարձրանամ Օհո Դե հաջողություններ եք մաղթում ձեզ Մենակ եք գնում, թե խմբով Ես իրականում մենակ խորհուրդ չէի տա Այո, դրա համար հարցրեցի Նա մանավանդ սկսնակ արշավական Ահա Միանշանակ կարելի է խմբով գնալ, որպեսզի ավելի ապահով լինի այդ արշավը։ Այո, համաձայն ենք ձեզ հետ, անվտանգ արշավ ենք մաղթում Հրաշալի զբաղմունք եք Բոլորիս լավ եւ Եվ լավ էր։ ցանկանում հատկապես հանրային ռադիոյի մեր սիրելի աշխատակիցներ։ Անչափ շնորհակալ ենք, լավ օր ձեզ։ Իդեպ ոչ միայն ակտիվ են զանգերով, այլև ակտիվ են մեր ռադիոլսողները on-line հարթակում եւ թեմային վերաբերող բազմաթիվ հարցեր կան։ Էդիկ Բաբուջյանն ասում է սիրեմ գ բոլորիդ եւ պաչիկներ է ուղարկում, շնորհակալություն փոխադարձ է մեր սերը Արմեն Դավթյանը մեզ բարձր տրամադրություն է մաղթում ողջունելով իսկ Արման Սարգսյանն ասում է բարի լույս հայեր ջան բոլորիս լավ ու արևառատ օր եմ ցանկանում ես ուզում եմ որ յուրաքանչյուր մեր օրը անկախ թե դա շաբաթվա որ օրն է վայելենք զգանք ու գնահատենք այն ու բացի մեր մասին մտածելուց հոգ տանենք նաև մեր մոլորակի ու շրջապատի մասին փոքրիկ իշխանի գրքի մեջ ասվում է երբ առավոտյան վեր ես կենում քեզ կարգի ես բերում կարգի բեր նաև քո մոլորակը
Հրաշալի մեջ բերում էր, դուք շատ ճիշտ եք։ Եվ Տիգրան Հովհաննիսյանն է գրում. «Բարի լույս, լավ օր ձեզ, այսօրվանից որոշել եմ չծխել»։ Տիգրան, ապրեք։ Խնդրում եմ ամեն օր գրեք, կարողացել եք թե ոչ, մենք պետք է վերահսկենք այդ գործընթացը, ասում է 15 տարի է ծխում եմ, բայց քանի որ մի անգամ փորձ ունեմ թողնելու, վստահ եմ, որ այս անգամ էլ կստացվի թողնել եւ ազատվել նիկոտինային կախվածությունից։ Այստեղ ծափեր են, պետք, բայց Տիգրան, խնդրում ենք մեզ բարբերաբար հայտնեք։ Գոնե այս անգամ ձերբ ազատվեք այդ վնասակար սովորությունից, իդեպ մենք էկոլոգիապես մաքուր զույգեր ենք, իդեպ առավոտյան ծրագրում աշխատողներս, մենք առողջ ապրելակերպի կողմնակից ենք եւ իհարկե նույնը ձեզ ենք շարունակեք գրել մեզ, կյանքը երկուշաբթից մեր օրվա թեման է, մայիսի 5-ին այսօր նաև իրենց մասնագիտական տոնն են նշում այն մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել։ Ավելի քան եւ մեր բալիկներն են ծնվել։ Այո, այսօր համարվում է մանկաբարձության միջազգային օրը։ Այո, շատ հետաքրքիր օր է։ Տոնի գաղափարն իհարկե առաջարկվել է մանկաբարձների միջազգային կազմակերպության կողմից դեռ 1987 թվականին Նիդերլանդներում անցկացվող ասուլիսի ժամանակ։ Այո։ Տոնը պաշտոնապես ընդունվել է 1992-ին, ներկա օրերում այն նշվում է ավելի քան 50 երկրներում, այդ թվում է Հայաստանում։ Երկիր նշում է փաստորեն, հրաշալի է ուղղակի, որովհետև նրանք ամենակարևոր գործերից մեկն են անում, այնպես են անում, որ ամփորձանք, առողջ լույս աշխարհ կան փոքրիկները, որոնք նոր կյանք են տալիս, նոր իմաստ են տալիս մեր կյանքին, բոլորդ վստահ եմ կհամաձայնեք այդ ամենի հետ։ Եվ իզուր չէր, որ մենք թեման ընտրեցինք նաև այսպիսին նոր կյանք երկուշաբթից։ Ինչ վերաբերում հենց մանկաբարձի տոնին, ապա հիմնական նպատակը մանկաբարձի աշխատանքի կարևորության մասին հանրությանը տեղեկացնելն է եւ մասնագիտության կարևորությունը դժվար է գերագնահատել, քանի որ հենց մանկաբարձներից իրենց փորձից, գիտելիքներից ու հմտություններից շատ հաճախ կախված է նաեւ մայրիկի եւ մանկան կյանքն ու առողջությունը։ Իհարկե միանշանակ։ Այս թեմայով մենք կզրուցենք արդեն հաջորդ եթերաժամին։ Մենք շատ լավ մասնագետ ենք հյուրընկալել, գինեկոլոգ է մեր հյուրը լինելու եւ հետաքրքիր մանրամասներ կիմանանք նոր կյանքի, նոր աշխարհ գալու մասին։ Մի փոխեկալիք, բացի այդ մայիսի 5-ը նաեւ համարվում է որպես Եվրոպայի օր, այն նշվում է ամեն տարի Եվրոպայում, խորհրդանշում է խաղաղություն եւ միասնություն Եվրոպայի օրվա։ Երկու տարբեր նշանակություններ գոյություն ունեն մայիսի 5-ին։ Նշվում է Եվրոպական խորհրդի օրը, իսկ այ մայիսի 9-ին նաեւ Եվրոպական միության օրը։ Սա էլ իմացանք։ Եվ գնանք ու տեսնենք ինչ այլ հիշարժան ովքեր են ծնվել կամ չգիտեմ այլ հարաբերակցություններ։ Այդ ծնունդներին մենք արդեն օրվա հայտնի օբելարներին կանդադառնանք քիչ անց, վայելելով այս կատարումը։ Լսիր, չիմացանք այդ ճանապարհը բացվել է թե ոչ։ Ոչ, չի բացվել։ Ստուգել ես։ Այո։
Սուրճ ու սեր առավոտից։ 9:52 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ այս պահին անհրաժեշտ տեղեկատվության պաշար ինչպես միշտ մեր եթերում եւ հենց հիմա հասկանանք թե ինչ իրավիճակ է մայրաքաղաքի նաեւ հանրապետության ավտոճանապարհներին ունենք արդյոք Ամբերտը դեռ փակ է իդեպ ասենք Բերտ ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է եւ նաեւ ասենք որ Լարսը բոլորից հուզող անհանգստացնող բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բայց ես բնականաբար անհամբերությամբ սպասում եմ թե երբ կբացվի Ամբերտը Դել է, կյանքը երկուշաբթից, հաջորդ երկուշաբթի։ Հաջորդ ասել ես, տես։ Հաջորդ երկուշաբթի կստուգենք բացվել է, թե ոչ, անցնենք մյուս տեղեկություններին։ Նալբանդյան իջնողն է այս պահին խցանված, ելերս 7 բալանոց խցանում է մայրաքաղաքերում, դե այ խնդրեմ երկուշաբթին բնորոշ, այսպես է տարկիր վիճակ, այո, 7 բալ, այնպես որ փորձեք Նալբանդյան իջնողը, հա, եթե ունեք այլ տարբերակ շրջանցել, Տիգրան Մեծն է խցանված, ահա, ես տեսնում Արշակունյաց Պողոտան դեպի Կրկես տանող հատվածը եւս խցանված է մի խոսքով խցանված Երևան ունենք այս ժամանակահատվածում ուշադիր եղեք եւ պահպանեք ձեր նյարդերը որովհետեւ ձեր նյարդերը ձեզ պետք են ինչ վերաբերում է եւ ղեկին մի կողմ դրեք հեռախոսարի նորից ասեք այլ խնդրում ենք մենք անընդհատ աշխատանքի գալուց տեսնում ենք ինչպես են վարորդները միաժամանակ ղեկին մեկ աչքը հեռախոսին հորանջում աչքերը փակ ու տարատեսակ այլ գործողություններ որոնք բացարձակ անվտանգ չեն թե ձեզ համար թե մեզ համար Եթե օրվա փոխարժեքի մասին խոսենք, ապա ամերիկյան դոլարն այսօր 389 դրամ 41 լումա է, եվրոն 441 դրամ 28 լումա, ռուսական ռուբլին 4.7 է, եւ այստեղ անպայման պետք է մենք ֆունտ ստերլինգը բրիտանական ասենք 517.6 Տիգրան ջան ռադիոլսողի խնդրանքով ենք գալի չինականիոն 53.5 որը ասում Տիգրանի նախասիրությունով ենք ասում բան չի փոխվում չէ սպարագայում հասկանանք ինչ եղանակ է սպասում հանրապետությունում նաեւ մայրաքաղաք Երևանում 5-ին մայիսի 5-ին եւ 6-ին շրջաններից գալի մասում ժամանակ առ ժամանակ սելնը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ սա հանրապետության տարածքի մասին է խոսքը իդեպ օդի ջերմաստիճանը մայիսի 5-ից 3-ը կնվազի 2-ից 4 աստիճանով բայց մայիսի 7-ից 9 աստիճանաբար նույնքան էլ կբարձրանա ինչ վիճակ է մայրաքաղաք Երևանում նույնը 5-ից 6-ը ժամանակ առ ժամանակ անձրև ամպրոպ Խնդրեմ եւ հորդարատ, նաեւ այսօր հորդարատ անձրև է սպասվում։ Այդեպ ես գիտեի, որ այսօր ծանր անձրև է սպասվում։ Անձրևանոցը չմոռանաք տանից դուրս գալուց։ Ես այսօր ուզում էի հանել պայուսակից, հետո մոռացա նյարդայնացա, որ չեմ հանել ու արիտես, որ լավ է եղել, որ չեմ հանել։ Հենց այս պահին 16 աստիճան է Երևանում, դեռ մի 4 աստիճան էլ ասում են կբարձրանա օրվա ընթացքում։ Հասնենք օրվա հոբելարներին, տեսնենք ինչ ունենք օրվա օրացույցում։ Ունենք այսօրվա օրացույցում Կարլ Մարքսն է ծնվել 1818 թվականի հենց այսօրը գիտեք նշանավոր փիլիսոփա, այո, մարքսիզմի հիմնադիրը, լավ չեն չէ, մի տեսակ, բայց ոչինչ։ Հա, շարունակենք, հա, դե փորձում էի էլի ինչ որ պաթոս տնեի այդտեղ։ Ես տեսնում որ այստեղ նաև ծնվել անգլիացի դերասան Հենրի Քավիլը։ Հենրի Քավիլը բազմաթիվ ֆիլմերում մարմնավորել է տարբեր հերոսների, դուք նրան շատ լավ գիտեք Պողպատե մարդը ֆիլմից, օրվա Սառը լույսերը, մի խոսքով Տյուդորները Նաև հեռուստա սերիալում է նկարահանվել Այո Նաև ասենք, որ այսօրն է ծնվել Հայ դերասան Տիգրան Շամիրախյանը նա իդեպ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիրն է Եվ թատրոնից այդքան էլ չհեռանանք բեմից այսպես ասենք առհասարակ չհեռանանք որովհետև այսօր ծնվել է ամերիկացի երգիչ երգահան рэփեր պարող եւ դերասան Քրիս Բրաունը 1989 թվականին 90-ականներից կհիշեն շատ-շատերը նրա հայտնի կատարումներ այն ժամանակի ճկերտներում առաջին տեղեր եւ իհարկե այսօրն է ծնվել Ադելը 1988-ին է նրա ծննդյան այսպես տարեթիվը հենց այսօրն է ծնվել Grammy բազմակի մրցանակակիր Adele Lori Blue Atkinsը Դե ինչ ինձ թվում է շատ կարճ կարող ենք չէ Ադելից փոքրիկ հատված լսել Ադելից կարճ են լսում Դե հիմա չունենք ժամանակ քիչ անց լրատվություն գովազդ եւ այլն բայց Adelin չլսել անհնար է վայելենք Finally I can see you crystal clear Go ahead and sell me out and I'll lay your ship bare See I'll leave with every piece of you Don't underestimate the things that I will do There's a fire starting in my heart Reaching a fever pitch and it's bringing me out the dark The scars of your
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիոլուրը ներկայացնում է մայիսի 5-ի լուրերը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, թեմաները նախամարոտ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան։ Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Պակիստան եւ Հնդկաստան վերջիններիս միջև լարվածության ֆոնին։ Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելի կայցը։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Հիշեցնենք, պաշտոնական այցով 2024 թվականին Հայաստանում էր Հունաստանի պաշտպանության նախարարի պատվիրակությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին ներկայացրել էր Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը, կարևորելով այդ հարցում Հունաստանի փորձագիտական եւ գործնական աջակցությունը։ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի եւ գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադադ Ադելի հետ, այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների, համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը։ Ղոլամ Ալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել Իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ, նշելով, որ հայ իրանագետները մեծ դեր են խաղացել գիտական այս ճյուղի զարգացման գործում։ Իրանի լեզվի եւ գրականության ակադեմիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է իրականացնել ծրագրեր Հայաստանում պարսից լեզվի ուսուցման զարգացման ուղղությամբ, այդ թվում հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների անցկացում Իրանում, անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականության տրամադրում։ Նախորդ շաբաթ Հայաստան էր այցելել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան, նա այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ լուսանկարներ հրապարակելով գրել հիշողություն եւ մտորումներ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ի նշան Մարսելի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամության եւ խաղաղության ես մարսելցիների անունից հիշատակի ծառ տնկեցի, որպեսի երբեք չմոռանանք, որ երբեք չկրկնվի, գրել է Մարսելի քաղաքապետը։ Միջազգային եւ տարածաշրջանային թեմաների մասին Իրանի իշխանությունները մայիսի 4-ի երեկոյան հայտարարել են, որ ապրիլի 17-ին հաջողությամբ փորձարկել են Քասեմ Բասիր պինդ վառելիքով նոր բալիստիկ հրթիռը։ Երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն պետական հեռուստալիքին ասել է, որ հրթիռը բարելավվել է մանևրելու ունակությունը եւ անխոցելի է հակաօդային պաշտպանության Թահադ եւ Պատրիոտ համակարգերի համար եւ նաեւ այն համակարգերի համար, որոնք ունի Նասիրզադեն նաև ասել է, որ Իրանը պատրաստ է հզոր պատասխան տալ, եթե իր վրա հարձակվեն կամ պատերազմ պարտադրեն։ Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ Թեհրանը չունի թշնամանք հարևան երկրների նկատմամբ ձգտում է եղբայրական հարաբերություններ կառուցել, սակայն պատերազմի դեպքում իրանցի զինվորականների համար նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ։ Մեկնաբանելով Իսրայելի վրա եմենցի հութիների հրթիռային հարձակումը, Նասիրզադեն ասել է, որ Եմենը անկախ պետություն է, որը ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Նաև հերքել է ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, որ Իրանը կապված է այդ երկրում ընթացող հակամարտության հետ։ Մայիսի 4-ին Եմենից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել։ Լյուֆթանզա ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչև մայիսի 6-ը չեն իրականացնի չվերթներ դեպի Թել Ավիվ։ Նմանատիպ որոշումներ են կայացրել նաև British Airways-ը եւ Air France-ը եւ մի շարք այլ խոշոր միջազգային ավիափոխադրողներ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարարը հայտարարել են, որ հարձակումը անպատասխան չեն թողնի։ Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ հութիների հարձակման հետևում կանգնած է Իրանը, վստահեցրել է, որ իր երկիրը հստակ ազդանշան կփոխանցի Թեհրանին։ Տեղեկանում ենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է իր այս շաբաթ նախատեսված այցը Ադրբեջան, ինչպես հայտնել են վարչապետի գրասենյակից, այցի հետաձգման պատճառը Սիրիայում եւ Գազայում տեղի ունեցող իրադարձություններն են, մասնավորապես Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահային հրավերի համար, ընդգծել է, որ երկու երկրների միջև տիրող ջերմ հարաբերությունները շատ կարևոր են Իսրայելի համար։
Եվս երկու լուր Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանին ջրամատակարարումը Չենաբ գետի վրա գտնվող Բագլիհար ամբարտակից եւ նախատեսում է նմանատիպ քայլեր ձեռնարկել Ջելում գետի վրա կառուցված Կաշինգանգա ամբարտակի վերաբերյալ, հաղորդել է Press Trust of Indian հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պակիստանական կողմը նախազգուշացրել էր, որ Ինդոս գետից ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես պատերազմական քայլ։ Հիշեցնեմ, որ Պահալգամում ապրիլի 22-ին զինված խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 26 մարդ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ էին։ Դրանից հետո Հնդկաստանը մեղադրեց Իսլամաբադին միջադեպին առնչություն ունենալու մեջ, մինչդեռ Պակիստանը հերքեց մեղադրանքները, կոչ արեց անցկացնել անկախ հետաքննություն։ Եվ տեղեկանում ենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր մեկնելու է Պակիստան, որից հետո նաև Հնդկաստան։ Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվության այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Hallelujah, girls hit you, hallelujah, girls hit you, hallelujah, 'cause Uptown Funk don't give it to you, 'cause Uptown Funk don't give it to you, 'cause Uptown Funk don't give it to you. Saturday night and we in the spot, don't believe me, just watch. Don't believe me, just watch. Just watch. Don't believe me, just watch. Don't believe me, just watch. Hey, hey, hey. 18 րոպե, կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր միացել են Հանրային ռադիոյի առաջին ալիքին։ Բարի լույս եւս մեկ անգամ սիրելի ռադիո լսողներ, իդեպ ուզում եմ քեզ տեղեկացնել, որ իմ սիրած գործերից է միացել, շատ սիրում եմ այս երգը։ Եվ շարունակում ենք, շատ շնորհակալ ենք ձեզ, որ դուք շատ ակտիվ եք, ոչ միայն զանգահարում եք, այլև գրում եք, սիրելի ռադիո լսողներ։ Այո, մեզ գրում են։ Մեզ նաև շնորհակալություն է հայտնում Տիկին Գայանեն, եթերային ընկերներ անվանելով, ու ասում է ամեն օր լինենք ուրախ ու հաջողակ։ Երկուշաբթին էլ թող շատ լուսավոր օր է, այլ կարծիք չկա։ Ծովինար Գևորգյանն ասում է սիրելի հաղորդավարներ, բարի լույս։ Այսօր դուք ինձ շատ եք օգնում, լսում եմ ձեզ եւ խատուտիկի ծաղիկներ եմ մաքրում խատուտիկ գինի պատրաստելու համար, դա խմիչք է եւ բուժից բալզամ, պատե առիթով ձեզ էլ կհյուրասիրեմ։ Վայ, ինչ հաճելի է։ Մենք փաստորեն ունենք բուժիչ բալզամ։ Այսինքն նախատեսել են, որ այս երկուշաբթի պետք է բալզամը պատրաստել։ Չեմ կարող ասել ինչ էին նախատեսել, բայց այդպես է։ Էլոյան Լիչ Էլոյան անունով օգտատերն է գրում, եթե ճիշտ եմ կարդացել, ներեցեք, եթե սխալ եմ ընթերցում։ Բարի լույս բոլորին, ճիշտ կլիներ այսօրվա գործը վաղվան չթողնել, բայց ով որ թողել է այսօրվան, թող կատարի աշխատանքային բուրըն օր բոլորին։ Վարդուշ Մաթևոսյանն ասում է ամենայն լավ բան ծնվում է սիրուց, ապրում է սիրով, թողնում է սեր ու ոչ միայն բարի լուրերով ու հաճելի տրամադրությամբ լիոր բոլորից ժպտացեք ու թող կյանքը ձեզ միայն ժպիտներ ու հավերժական սեր պարգևի։ Մենք քիչ անց մեր հյուրի հետ խոսելու ենք միայն լուսավորի, սիրո պտուղների եւ նոր լույս աշխարհ գալու մասին։ Վիճես մեկի հետ, ու մտածես ասա դե լավ, թող մի քանի օր անցնի, երկուշաբթի կզանգահարեմ եւ կփորձենք հաշտվել։ Ես ամեն ինչ անում եմ, որ ոչ մի բան չկուտակվի ներսում։ Ես ասում եմ ամեն ինչ, որպեսզի թեկուզ այդ պահին իրար հետ թեժ զրույց ունենանք, բայց դա անցնի ու գնա, դուրս գա ու հոսի ու գնա։ Իսկ այ կարելի է սիրահարվել հաջորդ երկուշաբթի։
Այդ չէ ուզակում պատվերով չի, պատվերով համերգ է, ինչ է սիրարվեմ այս երկուշաբթի։ Եկեք նոր կյանք սկսենք այս երկուշաբթից։ Արման Սարգսյանն ասում է առաջարկ բոլորին փոքրիկ հող մշակեք, ծաղիկ կամ բույս տնկեք, խնամեք ու ընտելացրեք այդ բույսին։ Ձեր օրն իրոք կլցվի, դուք շատ ճիշտ ու լավ խորհուրդ եք տալիս։ Դե ինչ ծերելի ռադիո լսողներ, իդեպ նաև ասենք, որ երեք արդեն հեռարձակվեց Պարկի մեր Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը, որը ինչ շատ դուր եկավ, հրաշալի տեսահոլովակ է, փնտրեք YouTube-յան հարթակում եւ կտեսնեք, իսկապես Արթուր Մանուկյանին բրավո, հիանալի տեսահոլովակ է ստացվել։ Եվ հաջողություն մաղթենք մեր։ Իդեպ ես նաև հասկացել եմ, թե որտեղ է, այսպես ասած, նկարահանումը տեղի Ես էլ եմ հասկացել։ Դա Ռուսիա կինոթատրոնն է։ Այո, հիշում ես մեր մանկությունը, այո։ Դե ինչ վայել ենք կատարում, որից հետո կդիմավորենք մեր այսօրվա հյուրին։ My bad shades on, drop like I'm in my zone. I'm sick of the news, I'm sick of the views, I'm sick of the lies they talk. Come on and shine the light, come on and shine on me. Yes, you can see, I don't believe anything they told me. Letting me down, lifting me up, keeping me slow. I don't give up, it's tearing me apart. I'm alive. Try to look up, but up for rock. Climbing these heights, man, I can't stop at all. I'm standing tall. I'm a survivor. Stay alive, do or die, my prime, I'm a fighter. I'm a survivor, won't be tied up. Break from the pain, take your place, I remind ya. I'm a survivor. I'm a survivor. Break from the pain, take your place, I remind ya. Breathe in, breathe out, it's all done. Never forget who you are. Breathe in, breathe out, it's all done. Never forget who you are. I'm surviving. Stay alive, stay alive. Do or die in my prime, I'm a fighter. I'm surviving. Won't be tired. Break from the pain, take your place, I remind ya. I'm a survivor. I'm a survivor. Break from the pain, take your place. Break from the pain, take your place. Break from the pain, take your place. I'm a survivor. Սուրճ ուսեր առավոտից։ 10:14 րոպե շարունակում ենք միասին վայելել մայիսի 5-ի երկուշաբթի առավոտը։ Եվ երբ ներկայացնեմ արդեն մեր հյուրին, բազմաթիվ մայրիկների դեմքին ժպիտ ու ջերմություն է առաջանալու, որովհետև այո, բազմաթիվ փոքրիկներ լույս աշխարհ են եկել առողջ եւ հրաշալի, իհարկե լավագույն մասնագետներից մեկի շնորհիվ, եւ այսպես մանկապարծ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Էրեբունի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյան։ Բարի լույս։ Քանի մայրիկ հիմա ժպտաց անունը լսել եմ, բարի լույս։ Եվ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել, գիտենք այդ գիշերն էլ եք եղել ասացիք աշխատանքի։ Վիրահատությունից եք, չէ՞ գալիս։ Այո, հրավերքի համար մեծ ողջավորությամբ եմ եկել եւ ողջունում եմ
այն կանանց ում դեմքին հիմա ժպիտ եկա։ Հիշեցին իրենց բժշկի Իմ ձայնը լսելով կամ դեմքս տեսնելով։ Այո, իրականում ես որպես մայր եմ ասում, շատ կարևոր է, որ բժիշկդ լինի հոգատար եւ դու ամբողջությամբ վստահ ես։ Ու հետագայում այնպես է ստացվում, որ որքան էլ կապը կտրվում է կամ անդադար չես շփվում բժշկիդ հետ, բայց այդուհանդերձ երբ անուն ազգանուն լսես, մի տեսակ ջերմություն է գալիս, որովհետեւ անմիջական կապ ունի քո ամենամեծ երջանկության հետ։ Եվ վերջո առաջին մարդկանցից մեկն եք, որ տեսնում եք այդ բալիկին եւ այդ բալիկն է ձեզ տեսնում։ Գիտեք, ես ինքս էլ այդքան ուշադրություն երևի չեմ դարձրել, թե կանայք ինչքան են ընտրում այն բժշկին, ով առաջինը ձեր կտա կամ կբռնի իրենց երեխային, երբ ես վերջերս մի հաղորդում էին նկարում, խոսում էր հղին իմ մասին, որ երկար է փնտրել, որ գտնի բարոյական կերպարով մի բժշկի, որ առաջինը նրա ձեռքերը կպնեն իր երեխային։ Ես շնորհակալ եմ մնատակի համար։ Իրականում այո, խելամիտ եւ հասուն կանայք երկար փնտրում են։ Իդեպ այդ մշակույթը մեզ մոտ կարելի ասել բավականին զարգացած է Հայաստանում, երբ այ մայրիկը, հա, ընդհանրապես մենք արտասահմանից, արտերկրից միշտ լավը արագ վերցնում ենք։ Լինում են դեպքեր, երբ որ մենք մեր բուժական նույնիսկ ուղեցույցներում շատ ավելի շուտ ենք սկսում վերցնել միջազգայինը, քան նույնիսկ երկիրը բերում եւ ադապտացնում է մեր առօրյա աշխատանքային, այնպես որ այո, բավականին կայացած ինստիտուտ է այսօր հղի բարելը, ծննդաբերություն ընդունելը եւ շարունակել նրանց գործը։ Եվ ես կարծում եմ հաճախ նաեւ Եվրոպային արտասահմանին գերազանցում եք, հաշվի առնելով եւս մեկ կարևոր հանգամանք, առանձնային ազգային առանձնահատկությունը, առավել հոգատարությունը եւ որոշակիորեն ինձ թվում է դու, քանի որ հայերը ճկուն են, միքսում եք մեր լավը եւ արտասահմանի լավը եւ ստացվում է շատ ավելի կատարելագործված տարբերակ։ Կարևորը իհարկե ի վերջո պացիենտի գոհունակությունն է։ Իսկ ինչպես եք օգնում, որպեսզի աղջիկները հաղթահարեն այն վախը, որ գալիս է, որտեղ ոյ, գիտենք էլի, այդ միֆերը շատ այնց որ ոյ, ու աղջիկը արդեն սարսափի մեջ է, երբ բացին այնց որ երջանիկ է ուրախ է, որ ծնվելու է բալիկա, միևնույն ժամանակ սարսափի մեջ է ընկնում։ Նախ ասեմ, որ շատ մեծ ծավալ ենք ապահովում մեր ծննդատանը, այդ հզոր ծնվում է գրեթե Հայաստանի պետության ծնունդների մոտ 20%-ը։ Ահա, օրական կասեք մոտավորապես։ Մենք միջինը օրական գերազանցում ենք 20-ը։ Վաու։ Այո, դա ոչ թե մեկ անձի, այլ մեկ հզոր թիմի քրտնաջան աշխատանքի այդ արդյունքն է եւ այդտեղ որակը պահելը բնականաբար քանակի պարագայում մեծ ավելի ջանքեր է պահանջում, քան ինչ որ մի ծննդատուն, որը կարող ունենալ օրը փակել մինչև 3-ը։ Առաջի հերթին հղիները, որոնք գալիս են, այսօր հեղինակային բժշկությունը շատ հայտնի է Հայաստանում, այսինքն գիտեն քեզ, նույնիսկ գիտեն քո նախասիրությունը, երբեմն նույնիսկ քո մասին այնքան բան գիտեն, որ ինքդ կարա զարմանալ, այսինքն ներկայացնելու կարիք որոշակիորեն արդեն համարյա չի լինում։ Առաջին իսկ այցից սկսվում է մեր հետաքրքիր խոսակցությունը, որ հղիությունը հիվանդություն չի եւ մենք պետք է վայելենք։ Այո։ Իսկ ծննդաբերությունը դա ֆիզիոլոգիական մի process է, որ ընդհանրապես պետք է թերթել եւ անցնել։ Դա բերկրանք է։ Եվ բնականաբար անցնում ենք։ Անցնում ենք շատ հրաշալի ձևով։ Իհարկե, երբ միշտ կան կորուստներ, դե այո։ Այո, կան կորուստներ, այդ կորուստները նաև լինում են բժիշկ-պացիենտ հարաբերություններում, լրիվ նորմալ է, որ 10% կորուստ լինի բժշկի եւ պացիենտի իրար չհասկանալու պարագայում։ Իրար չեն մարդկային։ Այո, եւ դա լրիվ նորմալ է, եւ եթե ես ինքս զգում եմ, որ արդեն դժվար է այդ աղջկա հետ աշխատելը, ես զգում եմ, որ ինքը փտրում է մեկին, որը ավելի շատ դրան դեղ կնշանակի, ով ավելի շատ կվախեցնի, որ իմ պրոֆեսիոնալիզմը դա թվացial անտարբերություն է, եւ մենք իրարից բաժանվում ենք ուղղակի լավով։ Կարևորը որ նա գտնի այն ինչ գտնում է, որովհետեւ կա մի հրաշալի ասացվածք չասեմ, մարմինը հեշտ է բուժել, հոգին է դժվար բուժել։ Ես որպես վիրաբույժ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ծանր թարախային process կարելի է բացազատել, հանել, մաքրել, ուռուցքները հեռացնել, բայց հոգին ոչ։ Իսկ եթե նա գտնում է, որ իրեն պետք է այդպիսի պայմաններ, պետք է բաց թողնես։ Հա, թողնես, որ հոգին խաղաղ լինի։ Եկեք լսենք ռադիոլսողին, ողջունենք, այնուհետև կշարունակենք։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։
Բարի լույս։ Շնորհավորում եմ ձեր հյուրին, այսօր նրանց տոնն է, ողջունում եմ ձեր հաղորդումը։ Այսօր մանկաբարձների տոնն է, բայց այո։ Մանկաբարձ գինեկոլոգների հետ ճիշտ եմ։ Մանկաբարձ գինեկոլոգ է մեր հյուրը, բայց այսօր միայն մանկաբարձների տոնն է։ Շնորհակալություն։ Մանկաբարձների տոնն է։ Լավ, ամեն դեպքում ես ուզում եմ շնորհավորել ձեր հյուրին, ուզում եմ ընդգծել, որ բժիշկների աշխատանքը ցավոք սրտի այս մեր օրերում երբեմն չի գնահատվում ըստ արժանվույն, պետք է չմոռանալ, որ այդ մարդիկ հատկապես այդ մասնագիտության այդ մարդիկ պատասխանատվություն են կրում եւ պատասխան են տալիս ոչ թե մեկ հոգու կյանքի համար, այլ միաժամանակ երկու հոգու կյանքի համար։ Եվ դա կրկնակի ավելացնում է նրանց պատասխանատվության աստիճանը, մենք պետք է կարողանանք գնահատել, գիտեք, այս վերջերս շատ են բժիշկների մի տեսակ քարկոծում, անտեսում առանց մոռանալու, որ այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրում են առաջին հերթին հիվանդին, իսկ այդ մասնագիտության դեր մարդիկ նաև այն փոքրիկին, որը պետք է ծնվի, ուզում եմ հատկապես շնորհավորել մի մանկաբարձ գինեկոլոգ Անդրեասյան Հասմիկ Շենգավիթ բժշկական կենտրոնում, նա նույնպես բավական երկար տարիների բժշկուհի անձամբ եմ ճանաչում, մի անգամ հարց եղավ, հարցեցի, ինչպես է որ չես հոգնում այդ ծանր աշխատանքից, կինես ի վերջո դու քո փոքրիկն ես, ասես գիտես, երբ որ կրկում ես նոր ծնված այդ փոքրիկին, այդքան երկար տանջանքներ, այդքան երկար չարչարանքներ, անմիջապես մոռանում ես, դա մի հրաշք է, որ բառերով չի կարելի բացատրել։ Ես ուղղակի խնդրում եմ այդ մասնագետների առջև կխնդրեի, որ մեր պետությունը մի փոքր ուշադրություն դարձնի բժիշկներին, եթե նրանք բարձրատրվում են իրենց աշխատանքին խաբուր պատշաճ, պետք չէ դա դարձնել քարկոծման ինչ-որ առիթ, ամեն դեպքում պետք է յուրաքանչյուր աշխատանք պետք է գնահատվի, այո։ Շնորհակալ ենք, շնորհակալություն, Շնորհակալ ենք զանգի համար։ Շարունակենք մեր զրույցը։ Շարունակենք, իդեպ Մանիկ Խաչումյանը մեր ռադիոլսող մշտական գրում է մեր նորայրին ողջույններ իր ծննդավայրից ու սրտիկ է ուղարկել։ Ապրեք, ես էլ եմ ողջունում։ Նշեցիք Եվրոպան, հա, Եվրոպայից տարբեր այսպես վերցնում եք աշխատելավոճ։ Ուզում եմ հասկանալ, ումից են սովորում մեր գինեկոլոգները, ամերիկյան դպրոցից, թե եվրոպական դպրոցից, թե ռուսական։ Նախ ասեմ, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում հետդիպլոմային կրթության 4 ամբիոն, 3-ը դա Մխիթար Հերացու անվան մեր ալմա մատերն է եւ մյուս առողջապահության ազգային ինստիտուտը, այսինքն մեր շատ մանկաբարձ գինեկոլոգներ իրենք հետդիպլոմային կրթությունը ստանում են հենց այստեղ։ Շատ բաց է այսօր աշխարհը եւ յուրաքանչյուրը կարող է իր ռեզիդենտուրան, այսինքն արդինատուրան անի եւ Ռուսաստանում եւ այլն։ Այսօր քրիստոնյա ժողովուրդները, որոնց մենք առաջի քրիստոնյան ենք, մեծ դեր ունեն եվրոպական բժշկական աշխատաշուկայում եւ մեծ քանակ մենք այսօր Գերմանիա ենք գնում մեր արդինատորները եւ այնտեղ շատ արագ կայանում են։ Ունենում ենք իհարկե շատ ցավալի դեպքեր, մի մասը չեն գալիս, իսկ ունենում ենք նաեւ որ հետ են գալի։ Մենք հիմա հիմնականում որդեգրել ենք ամերիկյան եւ եվրոպական դպրոցը։ Եթե մենք ուսումնասիրում ենք մեր ռուս գործընկերների հետ նաեւ կոնֆերանսներին եւ այլն, հավատացեք նրանք էլ են ձգտում ամերիկյան եւ եվրոպական բժշկական դպրոցներին, որովհետեւ երբեք չկա առաջատարը աշխարհում Ամերիկա, Կանադա եւ Եվրոպա։ Այդ է ուզում, առաջատարը պաստոր դարձել նահանգներն են այս։ Բայց նաեւ շատ կարեւոր է, չէ, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները ի վերջո։ Երբեմն այդ ասոցիացիաները ամերիկյան, եվրոպական կարող են որոշակի նեղ հարցի շուրջ դեբատ ունենալ։ Բայց գլոբալ առումով կլոր սեղանի շուրջ են նստում եւ բաց է այդ ուսումնասիրությունները դու ամեն օր կարող ես բան կարդալ եւ տեսնել։ Եթե համեմատություն ենք արել, ապա այլ երկրներում բժիշկը միշտ չի որ հասանելի է եւ դու կարող ես տարիներով, ժամերով, օրերով հերթ կանգնել, հարցը դեռ մինչեւ հերթը հասնելը քեզ մոտ ամեն ինչ կարգին կլինի թե ոչ։ Այս խնդիրը մենք տեսնում ենք այլ երկրներում, ինչը չենք տեսնում մեզ մոտ, որովհետեւ մեր բժիշկները իրենց մարդկային որակի, հոգատարության եւ այլնի շնորհիվ պատրաստակամ են ցանկացած ժամի, ցանկացած օր պատասխանել բուժառուին հուզող հարցերին եւ բուժառուն կարողանում է ժամանակին հայտնվել բժշկի մոտ։ Սա մեր առավելությունն է, չէ՞։ Մենք ունենք շատ հասանելի բժշկություն եւ դրա հետ զուգահեռ դա ձեր առողջության հաշվին է։ Դրա հետ զուգահեռ նաեւ շատ որակյալ։ Իհարկե ես համաձայն եմ մեր ռադիոընկերների հետ
չարաշահումներ իհարկե շատ են լինում, հա, բայց այնուամենայնիվ դա մեր ազգային մենտալիտետն է, մենք փոքր երկիր ենք, մեր բնակչության քանակը բարձր չէ եւ մենք կարծում եմ ունենալով մեծ թերություններ ամենայն դեպս այսօր մենք ինչ ունենք մեր սփյուռքահայության շատ պացիենտներ այսօր գալիս եւ օգտվում են մենք արդեն ամառը սպասում ենք որ շատ պլանային վիրահատություններ ենք ունենում իսկ ինչն է պատճառը մաչելիությունը անհասանելիությունը այնտեղ նաեւ որակ գումար համադրելիությունը չէ այստեղ մեր մոտ վստահ են որ իրենք եկել են իմ մոտ եւ ես պետք է իրանց վիրահատությունը կատարեմ այից մինչեւ վերջին տարը իսկ երբ որ մտնում են մի ինչ-որ university clinic այդտեղից արդեն պացիենտի հետ իրանք ինֆորմացիան չունեն դա աշխարհի համար օրենք է չէ որ դա սխալ է հայը չի կարողանում կառավարել այն process-ները չէ որ մենք սիրում ենք ամեն տեղ կառավարել եւ այսինքն ինքը տեղյակ չի ասենք իմ նման տղան չգիտի իր կնոջով ով զբաղվելու տարան ինչ արին ով արեց որտեղ արեց փակի այդ դաշտը եւ այստեղ բնականաբար շատ դեպքեր պլանային այցեր գալիս Հայաստանում են անում հետո կան խնդիրներ որոնք որ պացիենտը անընդհատ գանգատվում է իսկ ամերիկացի բժիշկն ասում է թեթև take it easy թեթև տարեք դեռ ունեք մի տարուց կգաք մեր մենտալիտետը չի սիրում սпасել եւ հայտնվում են մեր մոտ ասում են մենք չենք ուզում այդ միոման մնա 6 սանտիմետրից դառնա 10 եւ ես կամ այդ ժամանակ վիրահատեմ ես հիմա եմ ուզում վիրահատել պացիենտը իր ընտրելու իրավունքն ունի եւ շատ դեպքերում անուն դնելով գալիս սերվեզոց եւ ես մտքի մի անդադ ասում եմ տենց անուն մի դրեք մենք իրանցից ենք շատ բասով դե հա բաներ կան որ իրենցից ենք վերցնում բայց այս պահին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր հայ բժիշկներին միշտ հասանելի լինելու համար դա ձեր նյարդերի, ձեր կյանքի, ձեր ժամանակի հաշվին եք դուք անում, դրա համար շնորհակալություն, հատկապես ձեր մասնագիտության տեր մարդիկ, այն նահանգներում կարող է բուժարուն գիշերը զանգարել բժիշկին եւ հղին կարող է միանշանակ ծննդաբերությունը միշտ համեմատում են անկոչ հյուրի հետ։ Հա, ինչ լավ է։ Նա գալիս է այն օրը, այն ժամին, երբ որ դու իրան չես ասում։ Երբեք չի կարող, չի կարելի կարծում եմ լսում են ինձ հղիներ հարմարեցնել ծննդաբերությունը եւ բժիշկն իրեն եւ պացիենտն իրեն դա մանկաբարձական ագրեսիայի որևէ էլեմենտ է եւ հարմարեցնել այսինքն խթանում ինդուկցիայի վարան բավականին լուրջ բարձությունների արժեվ կարող են կանել թողնենք ամեն ինչ ժամանակին լինի չէ այս կարևոր մի գործոն է եւ ինձ եւս մեկ հարց է հետաքրքրում երկու հարց ունեմ ավելի շուտ մեր աղջիկները շատերը այդ որ փոքր ժամանակից ասեն ոյ վախենալու է այդ ինչ ցավեր են եւ այլն նախընտրում են առանց գիտակցելու ու մտածելու առաջարկում են բժշկին իսկ կարող ենք կեսարյան հատմամբ ունենալ չէ որ դա լուրջ վիրահատություն է խնդրում ձեր հորդորը արեք ասեմ որ երևի ինձ ճանաչողները ասում են Արչը 7 երգիտի 7-ն էլ մեղրի մասին է հիմա իմ հակակեսարյանական քարոզան եմ դա միանշանակ շատ սխալ է բժշկագիտության բոլոր կանոններին ինքը դեմ է բայց այնուամենայնիվ կան եզակի դեպքեր որոնք անցնում են այո չէ առանց ցուցման էլ միանշանակ վստահ հայտարարում են որ մենք մերժում ենք Երևանին մերժում է եւ մենք չենք անում բայց արվում են չէ այնուամենայնիվ գիտեք կա եթե կա պատվեր ապա կա կատարող ոչ մեկ չի կարող դա ժխտել, բայց մենք միանշանակ մերժում ենք այսօր ահագնացող են թվերը վիճակագրական տվյալներն ասում են 1 բառով ասեմ չեմ ուզում ծանրացնեմ մեր զրույցը որ ամեն երկրորդն արդեն կեսարյանն է այսինքն 48% 47 ամեն երկրորդը եթե դա գտնում եք նորմալ փորձում են հեշտացնել սա ինչպես ասում process-ը բայց ինչով է վնասակար փորձում են հեշտացնել բայց ավարտվում է ավելի վատ Այսինքն հետևանքների մասին է խոսքը։ Ծննդաբերության ժամանակ մենք ունենք մեծ վիճակագրական տվյալներ, մեծ աշխատանք ենք անում գիտական, վստահ կարող ենք ասել, որ մայրական մահացության, հիվանդայության տոկոսը բնական դեպքերում չի գերազանցում 1-ից 3%-ը։ Իսկ կեսարանի դեպքում
10-րդական թվերի է հասնում։ Ես ինքս ունեցա վերջերս մի ծանր դեպք, կեսանից ստանդարտ կատարած կեսանից, որ ոչ մի ձև չէին կարող պատասխանել եւ հրաշքով փրկեցին կնոջ կյանքը եւ իհարկե կատարվել էր կրկնակի կեսարյան, պլանային, ամեն ինչ, բայց վերջապես դա ծանր խորոչային վիրահատություն է։ Չեմ ասում էպիդուրալ անցկացման մասին։ Ու էպիդուրալը երևի ամենաանմեղն էր այդքանի միջև։ Շատ լավ։ Կարճատև, այո, դաթար եւ կլսենք դեռ։ Սուրճ ուսեր առավոտից։
10:34 րոպե դուք շարունակում եք լսել Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը եւ մեր զրուցակիցն է Էրեբունի ծննդատան փոխտնօրեն բժշկական գիտությունների տեխնացու Նորայր Ղուկասյանը եւս մեկ անգամ ողջունում ենք եւ շարունակենք մեր զրույցը։ Շատ ինֆորմատիվ առավոտ է ստացվել, նույնիսկ երկի ժամանակ մենք անդադար զրուցում ենք, բայց մինչ հարց տալը մեր ռադիոլսողին որպեսի երկար չսպասեցնենք, լսենք նրան։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի առավոտ, լույսը բարի։ Ողջույն, կարծես թե ճանաչեցինք, ով է մեր մշտական ռադիոլսող, ճիշտ եմ ձայնը։ Այո, Սեդանավուշ։ Սեդա ջան, բարև ձեզ։ Այո։ Ես ասելու որ դες շատ եմ սիրում։ Փոխադարձ է։ Գիտեմ, շնորհակալ եմ։ Ուզում եմ շնորհավորել այսօրվա տոնի առիթով բժիշկ գինեկոլոգներին, գինեկոլոգ մանկաբարձներին եւ ձեր հյուրին շնորհակալությունս հայտնել իր ամենաբարձր առաքելության համար, որ մենք ենք շնորհակալ ունենալ իր կյանքում, հարգում եմ բժշկի մասնագիտությունը եւ իսկապես առանց սեթևեցանքների խոնարհվում եմ բոլոր բժիշկների առաջ։ Շնորհակալություն ձեզ բժիշկների մասնագիտության համար։ Ապրեք, շնորհակալ եմ։ Հարց ունեմ ձեզ ուղղել, որքանով է ճիշտ իմ իմացած տեղեկատվությունը, ավելի քիչ ես կարդացել եմ գիտական հետազոտություն կեսարյան հատման մասին, որտեղ ասվում էր, որ բալիկները, ովքեր ծնվում են կեսարյան հատումով, ողջ կյանքում ունենում են հոգեբանական բարդույթ։ Կա այդպիսի բան թե ոչ, դուք ունեք տեղեկատվություն այդ մասին եւ վերջում թույլ տվեք մեր բոլոր ընտանիքներին փոխանցել մեր պապերից եկած օրհնությունը, թող բոլորը 7 որդով սրահան նստեն։ Բարի, շնորհակալ ենք, Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, իսկ այն հարցը, որ դուք տվեցիք, ապացուցողական բժշկության դատաբազաներում չկա։ Ուղղակի ենթադրություններ ունենք եւ կա քիչ ապացույցներ, որ բնական ծննդաբերության ժամանակ երեխան միանշանակ տանում է իր կյանքին առաջին ստրեսը, այսինքն դիմադրողականությունը ավելի բարձր է լինում, ապացուցողական բժշկության տվյալներում կան, որ նրանք ավելի քիչ են հիվանդանում, ավելի քիչ են ընկալունակ էկզոգեն ինֆեկցիոն ագենտների հանդեպ եւ այն, բայց հոգեբանական առումներով եւ բան ես ձեր այդ հարցի պատասխանը չունեմ, որովհետև նմանատիպ տվյալներ չկան, կարծում եմ ձեր կարդացածը եղել է հոդվածի մակարդակով, կեսարյանի այս բումը 2000-ականներից է սկսվել, այսինքն ամբողջ աշխարհի խնդիրն է, Եգիպտոսում ընկեր ունենք պրոֆեսորը, ասում եմ, ում եք կեսանանում, ասես մեր երկրում այնպիսի թվեր կան 70% եւ բարձր, ում չենք հասցնում կեսարյան անենք, նա ծնվում է բնական ճանապարհով։ Ագնացող թվեր են նաեւ Թուրքիայում շատ բարձր են, եվրոպական երկրները այսօր միանշանակ պայքարում են դրանց դեմ, եվրոպական ծննդատներին հետաքրքիր մի էմբլեմ տալ, կոչվում է green maternity, այսինքն համարում են green maternity այն ծննդատունը, որտեղ ծննդաբերության տոկոսը չի անցնում 15%-ը։ Իմիջայլոց կարծում եմ ինչ շատ են լսում բժշկի որակը, եթե պացիենտ ուզում է մտածի այդ բժիշկը որակով է թե չէ, այլ թող նրա ընդունած ծնունդների քանակով դատի, այլ ոչ թե կեսարյան հատումներով, ինչը ցավում եմ մեր երկրում դա այդպես չէ, գովում են ինձ իմ դրած կարերն են գովում, ասում ինչքան հրաշալի կեսան, մենք տեղը չենք տեսնում եւ այլն, բայց այդպես չէ։ Ամենակարևորը բնական իսկ մեր ունկնդիրի հարցը կարծում եմ առաջիկա մի քանի տասնյակ տարիների նոր պարզ կդառնա։ Դուք հետաքրքիր մի բան ասացիք երկի ժամանակ, ասացիք, որ Եվրոպայում կարծես թե արդեն ինչ որ ընդունված տարբերակ է դառնում տանը ծննդաբերություն ունենալը։ Ես դա իհարկե Հոլանդիային բնորոշման է, home delivery-ին, ես Ինչի ալարում են գնան։ Չէ, շատ հետաքրքիր է։ Նախ ես օգտվելով առիթից այսօր մանկաբարձի օրն է։ Այո։ Մանկաբարձուհիները դրանք մեր կյանքի մեր ուղեկցիկ, ոնց ասեցիք, ավելի շատ եք այստեղ, քան թվա նույնը մենք ենք, երբ որ դիրիժորը գալիս է եւ սկսում է իր կոնցերտը, սեղմում է առաջին ջութակի ձեռքը։ Առաջին ջութակը մանկաբարձուհին մեր կյանքում մեր առաջին ջութակն է եւ մեր շատ ընդունած ծնունդների որակը հենց կախված է իրենցից, որովհետեւ այդ երկար process-ը, որը կոչվում է ծննդաբերություն, իրենք են վարում քո հետ, իրենք կատարում են քո հրահանգները, իրենք են պահում կապը ավելի ջերմ սերտ։
Ես ուզում եմ ասել, որ շատ կարևոր մասնագիտություն է, ցավում եմ, որ ես ժամանակակից երիտասարդների մոտ եւ միջին մասնագիտական կրթություն եւ բարձրագույն, ասենք ռեզիդենտուրայի վերջում չեն ուզում մանկավարժությամբ զբաղվել։ Բոլորին հաճելի է, այո, բոլորին հաճելի է զբաղվել էնդոսկոպիկ վիրաբուժությամբ, գինեկոլոգիայում, գնալ վերարտադրողական տեխնոլոգիայով, ստանալ հրաշքը։ Նորաձևության հետևից են վասում։ Նորաձևություն չի, դա ուղղակի բարձր կյանքի որակ են ունենում։ Դուք ինձ անդադ շեշտում եք, որ գիշերը ձեր հեռախոսը եւ այլն։ Այդ պարագայում այդ հեռախոսը գիշերը հանգիստ է։ Իսկ մանկավարժության այդպես չէ, եւ մեր բարդությունները մենք կենթանի մարդու բժշկություն ունենք, մենք առողջ կնոջ բժշկություն ունենք, եւ եթե մենք մեր տատիկին 85 տարեկանում տանում ենք արքային անձնության մի վիրաբուժական բաժանմունք եւ Աստված ոչանի ունենում վատ ելք, ասում ենք, գիտեք, մեր տատիկներ, Փառք Աստծո, 85 տարեկան ենք, շնորհակալություն բժիշկ մեր կողքը կանգնելու համար։ Իսկ մանկավարժության մեջ մեր դեպքերը նման են ավիաաղետին։ Այո։ Աշխարհում հազարավոր ինքնաթիռներ բարձրանում եւ իջնում են, բայց դժվարն է մի հատ ինքնաթիռի պատուհանին ճակ լինի BBC-ն, News-ը, ամբողջ աշխարհը առաջին լուրը սկսում է դրանից։ Ես ուզում եմ իրենց ասել, որ մի վախեցեք։ Միշտ 99 մեծ է մեկից։ Ղեկին հմուտ հրամանատար է։ Ունենք զանգ, բարի լույս ունկնդի, դուք եթերում եք։ Բարի լույս։ Ողջույն։ Բարի լույս, Արարատ։ Այո, 73։ Ոչ թե Արարատ 73-ը։ Ես ուզում եմ մեր Նորայ Ղուկասյանին որպես բարեկամ տոնը շնորհավորել եւ իրեն հայտնել իմ խորին շնորհակալությունը 7 լեզվով ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը շնորհակալություն սպասիբա մերսի thank you էդի արդեն Dank է գերմաներեն գրացիա 6 իտալերեն եւ 1 ամիս ես եղել եմ Ճապոնիայում կրուիզ եմ արել Ճապոնիայում այդ մի բառն է մնացել arigato Գեցեք, Արարատ 2025 արդեն պետք է փոխեք։ Արարատ հարգելի մերոք, Arigato Արարատ։ Այո, Շնորհակալություն։ Ես մեկ էլ ուզում եմ իմ խորի շնորհակալությունը հայտնել Աստղիկ բժշկական կենտրոնի Սուսաննա Նիկոլաևնային, որը իմ բոլոր 4 թոռները ինքնալույս աշխարհ բերել։ Հարուստ մարդ է պաստոր։ Այսօր այդ ես խորի շնորհակալությունս հայտնում եմ, որ Էրեբունի բժշկական կենտրոնում եղբորս որդին ունեցել է մի հատ ադամանտ աղջիկ Էրեբունի բժշկական կենտրոնում Էլի Ղուկասյան։ Ահա, շնորհակալություն։ Շնորհակալ եք։ Բժիշկ անշուշտ ձեր գործի հետևում այսպես կանգնած է բացի են անքուն գիշերներ, մեծ դժվարություններ, այդ համատեքստում, հա, ձեր գործի 3 կարևոր դժվարությունները որոնք կնշեք։ Գործի դժվարությունները ամենաառաջին դժվարությունը չախտորոշված պաթոլոգիային առնչվելն է։ Պատերազմում հաղթում է նա, ով գիտի։ Ես մեր բոլոր ախտորոշված դեպքերը հաջողությամբ եմ տեսակվում, ամենաբանը ախտորոշել ամենադժվար գործն է ըստ։ Չախտորոշված դեպքին դա մեկ։ Երկրորդը մի հատ հետաքրքիր բան կա, որը կոչվում է վատ լուրջ ծննդատան։ Այդ ամենադժվարն է, երբ որ դու պետք է վատ լուր հայտնես։ Իսկ երրորդը էլ չեմ կարող մտածել։ Շատ լավ է, որ եղել է այ բուժարու ում հետ ոչ մի կերպ չի հաջողվել լեզու գտնել։ Չէ, ես կարճ չեմ ունեցել նման։ Չի եղել նման բան։ Իսկ ինչ կմտաբերեք հետաքրքիր մի պատմություն, որը այսպես մխվել է ձեր ուղեղում, գեղեցիկ պատմություն, ես եւս մեկ հարց ունեմ։ Այդ տմբլ տաշերը աղջիկը չարչարվում է, ծննդաբերում է, երեխան ունենում, ինքը մենակ չի, հիվանդանոցում բազմաթիվ հղիներ կան, որոնք այդ պահին ցավ են քաշում եւ այլն։ Բարեկամները որոշել են նշել հենց հիվանդանոցի բակում ու այդ ուզում եմ հասկանամ այդ ֆենոմենը ինձ միշտ նյարդայնացրել է, երբ ես հիվանդանոցում եմ եղել։ Անկեղծ ասած։ Շատ պայքարում ենք դրա դեմ, բայց մեկի արդյունք չունենք։ Որովհետեւ ռեստորան տմբլ տաշան։ Այո, ես երբ որ ճանաչում եմ, այսօր գրեթե ընտանիքներին ճանաչում ես, այդ 9 ամսվա աշխատանքում դու իրանց ընտանիքի բարեկամ եւ ընկերն ես դառնում, փորձում ենք ասել, որ խնդրում եմ այդ ուտել խմելը, բարձր երաժշտությունը, մեքենաները, արեք ձեր տանը, բայց մեկ է դա կա, բացարձակ ընդունելի չի,
եւ մեր կողմից հավատացեք շատ տհաճ է նաեւ այդ նոր ծննդաբերած կնոջը իսկ վերջապես յուրաքանչյուր ծննդատուն առավել եւս մեր նման 9 հարկից բաղկացած մեծ հզոր ծննդատունը մի հարկում հղիներ են պայքարում ամեկ օր ավել հղությունը շարունակելու համար մեկ այլ հարկում կինն է պայքարում կանացի քաղցկելու դեմ մյուսը եւ այո բոլորի անդորը խախտում է գիշերը ժամը 3-ին եւ որ սկսվում է ջան բալես մենք փորձում ենք հետաքրքիր բաներ երբ արտասահմանից հյուրեր ենք ունենում իրանք էլ գիտեն դրա մասին եւ ասում են երբ կարող ենք ներկա լինել մեկ նորություն էլ մտել արդեն դուրս գրվելու են տմբլտաշերը արարողությունները դա ընդհանրապես անբացատրելի բեմական կենթանիներով կիսատկլոր աղջիկներով խնջույք դարձնելով մի քանի տարի առաջ էր ծանր դեպքեր ավարտեցին կեսանհատումով հրաշալի լավ արդյունքով դե մենք քանակ այնքան շատ է որ չես էլ հասցնում ֆիլտրես դու բարձում է որ հղի ամուսինը բարի պետականում աշխատում բարի պետականը եկավ բարեց այդտեղ այդ ոչինչ է քոչարի բարը գոնե սիրում բարը գեղագիտական համերգ փաճիկ եք ստացել արդեն դուր եք դա հետաքրքիր էր այդ լավ հետաքրքիր ունենք զանգ լսենք ևս բարի լույս Տիկին Անահիտ Ով չարչարվի, ով քեֆանի Գիտեք, ես սրտանց ուզում եմ շնորհավորել մեր բոլոր մանկաբարձերի որ նրանք հերոսական աշխատանք են կատարում բժիշկ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար որովհետև շատ փոքրինչ անշնորհակալ է ձեր գործը կներեք որ այդպես եմ ասում եք ապանջվեք չարչարվեք կգտնվի ինչ-որ մեկը որը ինչ-որ մի բանից դժգոհ է ես մի փոքրիկ հարց ունեմ փոքրինչ ուշ եմ միացել ձեր հաղորդմանը եթե կրկնվի հարցս կխնդրեմ հակիչ պատասխանեք ես դրանից չեմ նեղվի ես մի բան չեմ հասկանում բժիշկ ջան երբ որ կինը կարա իր ուժերով ծննդաբերի լույս աշխարհբերի իր փոքրիկ ինչի համար է այս աժոտաժը այդ բժշկի հետ պայմանավորվել է չէ ես չեմ ուզում մենակ կեսարյան բայց չէ որ այդ կեսարյանը նույն գրեթե նույն վիրահատությունը ինչ կա դրա մեջ որ մեր այսօրվա երիտասարդների մեծ մասը այսպես վազում է դեպի ես շատ են գիտեմ բժշկի հետ պայմանավորվեցի ես ինչ օրը կգնամ կեսարյան նույնիսկ այդ ժամանակն էլ շատ հաճախ չի լրանում այդ կեսարյան հատումը կատարում են ինչու բժիշկ ջան եթե կարող են այդ կանայքը իրաց ուժերով ունենալ պատասխանեմ ձեզ շատ շնորհակալություն շնորհավորանքի համար մենք ապրում ենք մի դարում երբ ամեն ինչ արագացել է գրականության մեջ ասում են fasting-ի դարում մեր սնունդը fast food է դարձել մեր ինֆորմացիան այո մեր ամեն ինչը մենք նույնիսկ չենք ուզում սպասենք ես ուզում եմ ասեմ որ կանայք մտել են այդ fasting-ի մեջ մեր հեռախոսները դարել են սմարթֆոններ այսինքն ամեն ինչ արագացրել է մի մատի հպումով են ուզում ամեն ինչ անեն եւ դա դրա արդյունքն է որ ինքս էլ հենց առաջարկներ եմ ստանում մեկ զարմանում եմ մայրս Կալիֆոռնիայից գալիս է 12-22-22-ին պետքա վիրահատել բժիշկ ջան խնդրում եմ իմ կեսանն հենց էս անում մեր քավորենք տեղափոխվում են այսինչ երկին որ մեզ կնքի նոր գնա ինչ դա կրկե պատվերով համերգ ասել որ դա իհարկե դա շատ սխալ է Ձեզ համբերություն ենք մաղթում եւ շնորհակալություն ենք հայտնում հրաշալի աշխատանքի համար կարծում եմ ամեն նոր ծննդի հետ նոր կյանք եք ստանում դուք այո միանշանակ լույսեր դրական այո մենք մոտիվացվում ենք անընդհատ երբ որ երեխան դուրս է գալիս աշխատանքային կոլեկտիվ է եւ յուրաքանչյուրը ամեն դաստիարակություն տնից եկած ես աչքս գցում եմ բոլորին մայրապետին, բուժքրոջը, մանկաբարձուն եւ այլն այդ ճիչի վրա բոլորը մի պահ մոռանում են ամեն ինչ եւ բոլորը համարում են որ հաղթանակը իրենցն է ես շատ դեպքեր եմ տեսել երբ որ մայրապետը ով ծնունդին մասնակցում ասում է այս աղջիկն իմ ծնունդն է եղել դա այսիքա այդ հաղթանակին ինքնել է մասնակցել հրաշալի է ուղղակի շնորհակալ ենք ասենք շնորհակալ ենք քիչ է ես եմ շատ շնորհակալ հրավերի համար հիշեցնենք եթերում ենք զրուցում ենք Երևանի ծննդատան փոխտնօրեն բժշկական գիտությունների տեխնացու Նորեր Ղուկասյանի հետ շարունակեք մնալ մեզ հետ մենք դեռ կվերադառնանք եթեր
Սուրճ ու սեր առավոտից։ 10:51 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը հաղորդման ավարտին տեղափոխվենք մարզաշխարհ։ Լավ, տեղափոխվենք։ Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը նվաճել է փող չեմպիոնի կոչումը գերծանր քաշային կարգի երկամարտում հավաքելով 323 կիլոգրամ։ Շնորհավորում ենք մեր մարզիկին։ Շնորհավորում ենք բազում հաղթանակներ մեր մարզիկներին եւ հառասարակ ձեր կյանքում հարգելի ռադիոլսողներ, սա եւս շատ կարեւոր է։ Ես մի բան հասկացա, որ ես խոսում էինք այս երևույթների մասին տարատեսակ մեր իրականության մեջ, ես մի բան հասկացա, որ հաճախ շատ լավ է ասված, որ ասում են դա ամեն մեկի կյանքը իր ֆիլմն է, որի գլխավոր հերոսն ինքն է, բայց եկեք մեր կյանքը գեղեցիկ լինի ու այն շոուի չվերածենք։ Դե, ցավոք սրտի, ես պետք է ցավով նշեմ, որ մենք ունենք ցուցամոլության տոկոս։ Մենք հայերս բավականին բարձր, սիրում ենք ցույց տալ, սիրում ենք ասել այ տես, չգիտեմ, դու չունես, ես ունեմ եւ այլն։ Ես հիշեցի մի դեպք համավարակի ժամանակ էր, երբ մենք խնջույքի էինք գնացել Տիգրան եւ Դիմացի, այսպես ասած սրահից խնջույքի մասնակիցները, երբ բարձրախոսը չէ, դինամիկը հայերեն չեմ ուժեղացուցիչ ձայնային սարքը ոչ թե իրենց կողմ էին դրել, որպեսի տակը պարեն, այլ թեքել էին, որպեսի մյուսները լսեն։ Մի արեք այդպես, մի խանգարեք ի վերջո Դիմացինի անդորը, դա վերաբերում է մեր կենցաղին, մեր այն թաղամասին, որտեղ մենք ապրում ենք, մեր շենքը եւ որտեղ նաեւ հանգստանում ենք, ինչու ոչ։ Այո, սա շատ կարեւոր է եւ կարեւոր մի բան, երբ դուք լիաթոք ուրախանում եք նոր ծննդի, նոր կյանքի հետ կապված, այնպես արեք, որ մյուսներին ձեր ուրախությունը չխանգարի։ Դա խոսքը վերաբերում է հենց հիվանդանոցում, իսկ հորդորս աղջիկներին, ինչ բնական է, դա տանելի է միշտ դա հիշեք եւ հավատացնում ենք ձեզ, որ բնական ծնունդով, այսպես ասած, լույս աշխարհ եկած երեխաների մայրիկները ծննդաբերությունից 1 ժամ անց, 2 ժամ անց լիարժեք քայլում են, ապրում են իրենց համար, իսկ այ վիրահատություն տարած մարդիկ երկար հետ վիրահատական շրջան են անցնում։ Ինչպես ասում են, ամեն ինչի բնականն է։ Նաև չբողոքենք բնության, այսպես համես պարգևած հրաշքներից, այսօր օրվա ընթացքում ի դեպ հիշեցնենք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, տանից դուրս գալուց առաջ չմոռանաք վերցնել անձրևանոց, իսկ այս պահին հրաշալի եղանակ է 18 աստիճան է մայրաքաղաք Երևանում։ Ի դեպ ասեմ, որ անձրևային նկարը, այսպես նկարագիրը կպահպանվի նաև հանրապետության տարածքում այսօր եւ վաղը։ Երեկոյան 8-ին է կարծես թե Չէ, ժամով չասենք, ժամանակ առ ժամանակ կլինի անձրև, նաև ամպրոպ։ Ամպրոպ էլ է լինի։ Այո։ Դե իսկ ինչ վերաբերում է այսօրվա թեմային, մի հետաձգեք այսօրվա անելիքը երկուշաբթի օրվան, թեև յուրաքանչյուր երկուշաբթի կարծես մենք կյանքը եւ օրը սկսում ենք նորովի նորեջից։ Եվ փաստացի այն մարդիկ, ովքեր անդադար աշխատում են իրենց վրա եւ փորձում են հասնել մաքսիմալի ու չեն լճանում ու հայտնվում մի տեղում, նրանք արձանագրում են մեծ արդյունքներն ու հաջողություններ, որի մասին կարող ենք ասել։ Այո, մարդիկ ռեկորդներ են սահմանում անկախ իրենց մրցակիցներից, ինչպես արեց օրերս Lady Gaga-ն Copacabana հայտնի բրազիլական լողափում նա տվեց համերգ եւ հավաքեց 26 միլիոն հանդիսատես։ Նրանից առաջ որպես կին արտիստ այդ ռեկորդը այսպես կարելի ասել սահմանել էր Մադոննան 1.6 միլիոն մարդ ներկայացել տարի նրա այդ համերգի նույն վայրում հայտնի Copacabana լողափում որքան էր 1.6 իսկ Lady Gaga-ն 2.6 հանդիսատես հավաքեց օրերս Copacabana-ում այնպես որ ինչ թվերի մասին ավարտին մենք չենք կարող չընտրել նրան վերջին մեգա հիթ Abracadabran որով եւ ձեզ հրաժեշտ կտանք Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան լավ օր բոլորիս նաեւ հաջող աշխատանքային շաբաթ կհանդիպենք վաղը Pay the toll to the angels, draw a circle.
dust flies, watch it burn.